Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում անվանակարգերում մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում ծրագիրն արժանացել է Եվրոպա Նոստրա 2015 մրցանակին։ Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության կազմակերպությունների դաշնություն է, որն ընդգրկում է 42 երկիր։ Հայաստանը հեղինակավոր եվրոպական կառույցին անդամակցում է 2012 թվականից։ Կազմակերպության նպատակն է պահպանել և խթանել Եվրոպայի մշակութային բնական ժառանգությունը։ Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում ծրագիրը կյանքի է կոչվել դեռևս 2011 թվականին Հայաստանի մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված հայկական հաստատությունների տեղական մշակութային ժառանգության պահպանության համաձայնագրի շնորհիվ։ Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում ծրագրում ընդգրկվել են նաև Միլանի պոլիտեխնիկ և ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանները։ Մրցանակաբաշխության պահպանություն անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Հանրության ընտրություն մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր մրցանակներին արժանացել են Սուրբ Կիրակոսն ու Նիկոսիայի հայկական եկեղեցիները։ Հաշվի առնելով միջազգային փորձը, Հայաստանը կարող է դառնալ մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային կենտրոն, հայտարարել է մշակույթի նախարարը։ Իսկ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում ձևավորվել են մասնագիտական երկու ուղղություններ։ Ինչ խնդիրներ կլուծի այդ կենտրոնը։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մասնագիտական դաշտը, երկրորդ հերթին ենթակառուցվածքների ամրակայումը եւ երրորդը միջազգային համագործակցությունը, որովհետեւ այն համատեքստում, որ այսօր ամենուր այսպես վայրագավառի ոչնչացվում են պատմամշակութային ժառանգությունը, հնագիտական խմբերը կարող են պոտենցիալ ունեն, ներուժ ունեն տեղափոխվելու Հայաստանի տարածք։ Սա միջազգային համագործակցության լավագույն օրինակ էր, կարծում եմ մյուս երկրները ևս պետք է հետևեն Հայաստանի փորձին։ Մեր մոտ ձևավորվեց երկու հիմնական ուղղություն՝ մշակութային ժառանգության հուշարձանի նախագծման տեսությունը եւ երկրորդը շատ կարեւոր է նաեւ շինհրապարակներում ճարտարապետ վերականգնողների աշխեկական ոճի աշխատանքների ձևավորումը, որը մեր ուսանողները այստեղ մեծ սիրով Հայաստանում մասնակցեցին այդ ծրագրի շրջանակներում վերականգնական աշխատանքներին։